Թվայնացման ուղղություններից մեկը IoT-ն արագորեն մուտք է գործում մեր առօրյա կյանք քաղաքային տնտեսության մեջ, նաև տարբեր ճյուղերում եւ կենցաղում այն դառնում է անփոխարինելի գործիք անվտանգության, ծախս արդյունավետության, գործընթացների վերահսկման, տվյալների հավաքագրման եւ օպտիմալացման տեսանկյունից։ Արհեստական բանականության առաջընթացն ու 5G ցանցերի ներդրումը խթանում են նաև IoT զարգացումը։ Ցանցերը դադարում են լինել պարզապես տվյալների փոխանցման ալիք եւ վերածվում են որոշումների կայացման միջավայրի։ Հայաստանի պատմության մեջ ռադիոհաճախականությունների ամենախոշոր ձեռքբերումներից հետո Vivan օրինակ կրկնապատկել է իր հաճախականային ռեսուրսները, եւ սա ոչ թե ավելորդություն է, այլ ռազմավարական հրամայականի հիմք, այդ թվում նոր հարթակների եւ end-to-end ծառայությունների զարգացման համար, ներառյալ AIoT-ին։ Ընկերությունն ակտիվորեն զարգացնում եւ ընդլայնում է 5G ցանցը, ինչպես նաեւ գործարկում է նոր հարթակներ, ինչպիսին է Viva IoT Hub-ը։ Տվյալների փոխանցման զգալիորեն ավելի բարձր արագությունների շնորհիվ 5G-ն հնարավորություն է ստեղծում հաջորդ սերնդի թվային լուծումների ներդրման համար, նպաստելով Հայաստանում թվային միջավայրի զարգացմանը։ Այս մասին առավել մանրամասն Viva-ի գլխավոր տնօրենն է պատմում ՏՀՏ գործատուների միությունում։ Բջջային ցանցերը վերածվում են հսկայական էկոհամակարգի, որտեղ յուրաքանչյուր կապակցված սարք նպաստում է ավելի խելացի եւ անվտանգ միջավայրի ձևավորմանը, կանխատեսում խնդիրներն ու արձագանքում նախքան դրանց առաջացումը։ Ժամանակակից այս կապը հնարավորություն է տալիս իրական ժամանակում կառավարել հազարավոր խելացի սարքեր։ Վստահ եմ, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները սովորական կապակցված սարքերից անցում կատարելու դեպի մտածող ենթակառուցվածքներ, որոնք ընդունակ են ինքնուրույն վերլուծել տվյալները եւ կայացնել օպտիմալ որոշումներ։ Դասախոսությունը կազմակերպվել է ՏՀՏ գործատուների միության նախաձեռնությամբ, այստեղ մեկնարկել է ICT Leaders նախագիծը, որի շրջանակում միության անդամ կազմակերպությունների ղեկավարները հանդես կգան բանախոսություններով եւ ելույթներով, անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտի արդիական, նորարարական եւ ռազմավարական թեմաներին։ Շատ ակտուալ թեմա է, որը շատ կիրառել է առաջատար քաղաքներում, խելացի քաղաք կոնցեպտի վերաբերյալ եւ ամեն ինչ հիմա կարելի ասել իրերը խոսում են իրար հետ։ Այսինքն եւ արհեստական բանականության կիրառությամբ բավականին նոր հնարավորություններ է բացում ամբողջ աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում։ Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Viva-ի գլխավոր տնօրենին, լսել Արմեն Ավետիսյանի պատասխանները։ Էդուարդ Պողոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։